Ողջույն բոլորին, սիրելիներ։ Ես ուզեցի սկսել նոր վլոգը, որովհետև վերջապես 5 րոպե գտա, որ կարող եմ սուրճս խմել, այստեղ ինչպես տեսնում եք սուրճն է, եւ ասեցի ձեռքի հետ էլ նոր վլոգը սկսեմ, հա խորս։ Չէ, գրիչն եմ վերցնում։ Բայց դա իմ գրիչն է արդեն, դու ինչ ես քո գրիչն։ Լավ, այս անգամ կթողում։ Ինքը ինձ միշտ ասում է իմ գրիչը մի վերցրեք, հիմա այդ մեկը ինքն է ինձ նվիրել, բայց արդեն իզնով եմ էլի արել, ես էլ ասում եմ իմ գրիչին դե ուրեմն ձեր։ Քեզնով պետք է անես, ման նվիրել եմ քեզ, բաղում։ Շնորհակալ։ Մի խոսքով այսօր կատաստրոֆիկ վիճակում են տները, պետք է մի հատ արագ հավաքենք, մաքրենք։ Այս նոր ճշման ապարատը, որ առել ենք, ինքը մեզ համար բացահայտում արեց։ Նախորդ ապարատով, որ ես չափում եմ, ասում եմ խոր, ինձ թվում է, այս ապարատը սխալ է, միշտ ցույց է տալի, որ բոլորից ճշումը ցածր է։ Ու խորիկինն էլ չափում էի, սկսում էի շաքարաջուր տալ, մեղրաջուր տալ, որ բարձրանա։ Այս նորով պարզվում է, որ խորիկը իրան պատած, որտեղ ճնշումը բարձր է, ոչ թե ցածր։ Իսկ մենք բռնում մի հատ էլ շաքարաջուր էինք խմում։ Ինչ ես անում, Արտաշես։ Ես։ Հա։ Այն փորձում եմ։ Ինչ։ Օգնություններ։ Ինչը։ Չգիտեմ։ Լավ։ Մի խոսքով, հիմա պարզվեց, որ խնդիրը այլ բանի մեջ է։ Այսօր մենք արդեն ճաշել ենք, երեխեք ջան, երեկվա բորշը, որի կարմրությունը ինձ այդքան դուր չէր եկել, այսօր կարմիր էր, բազուկը իր ֆունկցիան ավելի լավ էր արել ու շատ լավ կարմրել էր, դրա համար այսօր կերանք մաքսիմալ կարմիր բորշ։ Հիմա ես արագ խմեմ սուրճս ու զբաղվեմ մի հատ մոնտաժը երեկվա վլոգի արել եմ, բայց ինքը չի թողնում էքսպորտ անել, առանց ձայնի է էքսպորտ անում։ Կարծում եմ բոլորդ էլ նկատել եք, որ երբեմն վիդեոներից մեջ լինում են հատվածներ, ձայնը չկա։ Հիմա 100-րդ անգամ մի հատ էլ փորձ եմ անեմ, չեմ հասկանում ինչի այդպես է, անկեղծ մտածում եմ, ելքը չեմ գտնում։ Ամեն դեպքում ուզում եմ այնպես անել, որ ձայնը լինի։ Հուսամ կստացվի ինձ մոտ։ Եկեք ձեզ մաղթեմ բարի դիտում ու գնամ այդ հարցերը հերթով կարգացուցեմ։ Ուրեմն ամեն ինչ սկսեց նրանից, որ ես որոշեցի բաղնիկն ու զուգարանը մի հատ մաքրել, որովհետև կատաստրոֆա էր։ Չէ, ամեն սկսվեց սպասուդամեկան զարգուսկանից, հետո ասացի չէ մի հատ արագ հլը պիժաման, որպեսզի հասկանաք էլ ինչ կարգի խառն է, ես էլ եմ պիժաման։ Ուրեմն, որից հետո ասեցի լավ մի հատ բաղնիկ զուգարանը ավարտեմ, փոշիները արագ մաքրեմ, ինչքան արագ փոշի չեմ մաքրել։ Փոշիները մաքրեցի, ուզում եմ լոգախցիկի հատվածը մաքրեմ, դվածածս ծաղկամանը շրջել էի այդ հատակին բանի վրա էլի։ Այդ ծաղկամանը ընկավ ու փշրվեց։ Այդտեղ հասկացա, որ պիրեսոս բերեմ։ Դե պիրեսոսն է, որ միացնում ենք, մենք հայ կանայքս չեն կարող էլի այդ մասը անել, տանել դնել դերը։ Ամբողջ տունը պիրեսոսեցի, դե որ պիրեսոսը բրծա, հետևաբար պետք է նաև սրբեմ։ Հիմա ասեցի մի հատ արագ բանան ուտեմ, գնամ սրբեմ։ Ջրի մեջ կորած եմ, արագ պիտի դուշ մտնեմ, որտեղ սիրտս ճարքում այս վիճակից, բայց սաղ կանեմ նոր էլի։ Իտոգում ստացվում է, որ այսօր գեներալի մաքրություն արեցի, չնայած ես շատ ուրախ եմ, որովհետև մտածել էի փոշիները մաքրեմ, վաղը պիրեսոս կանեմ, որովհետև հոգնած եմ ճիշտն ասած, բայց չէ։ Դրա համար այսօր սաղ կանեմ, մի քանի ամաններ կա, որ պասուդամոյկայով չի ձեռքով լվալու այդ կլվամ, յակամ պիտի դուրսել կամ բայց նենց անձրևա հովես չունեմ։ Բայց երևի էդ էլ կանեմ, տեսնենք, ամեն դեպքում ճաշում եմ սարքած, կարևոր է երեք մեծ ղազան բորշը սարքե, որ այսօր հանգիստ ամբողջ օրը կարողանամ ուտել։ Դավ, դու վաղուց կադրում չես եղել, ոնց ես, կարոտած կրնենք ես։ Ոնց ես։ Ինչ կա չկա։ Քրտնել ես, թե ինձ աթվում։ Արտաշեսի հետ ես խաղացը։ Քրտնը չի։ Շոքում ես։ Պատուհան է։ Բա որ մրսես։ Ես շոքում եմ։ Հա, շոքում ես, բայց քրտնած ես, որ հիմա բացենք կմրսես, գիտես։ Փակենք նոր։ Նորից փակենք։ Հա։ Այնա բացի փակենք։ Հա։ Բացի փակենք։ Շոուս ջան, մեզ մոտ նոր օր է բացվել, նախաճաշից հետո անցել եմ ճաշի պատրաստմանը, բանջարեղենային ռագու եմ սարքում Դավուկայի հետ, հա Դավ։
Մեզ մամային։ Հա, Մալադեց, կաբաչկի ենք նաև այստեղ ավելացնելու, մի փոքր կարտոֆիլ, թարմ կանաչի, սխտոր, մի խոսքով ստացվելու է շատ համով։ Էս։ Հա, ախ։ Մեր պապայի սմուզին ենք սարքում։ Ձեր խորհրդին հետևել եմ, մեջը թուրին չկա։ Խորենի սմուզին արդեն էստեղ է։ Չգիտես խի խորենը սմուզի սիրում է խմել դառը սև սուրճով, սուրճն էլ եմ բերել ամեն դեպքում։ Երեխեք ջան, ես դուրսում եմ մի քանի անելիքներ ունեի։ Չնայած այսօր ապրիլի 24-ն է, բայց շատ բաներ փակ են եւ ինձ հարկավոր եւս կան բաներ, որ փակ են, բայց մեկը անելիքներ ունեի, որ չէի կարող դուրս չգալ։ Դրա համար դուրս եկա։ Այսօր եղանակը լավ է, տարբերություն երեկվա կրուգլասուտչնի անձրևի, այսօր գոնե արևոտ է, ճիշտ է հատակ թացը, բայց ընդհանուր առմամբ քամի կա, բայց արևա գոնե կապույտ է երկինքը, այդ արդեն ուրախացնում է։ Ոյ երեխեք ջան, գնամ մի հատ MG-ի երկու բան ունեմ տան համար վերցնեմ ու արդեն կարող եմ տուն գնալ։ Այստեղ ձմերուկի կետ կա, որ մենակ ձմերուկ եմիշ եմ վաճառում, արդեն իրանք բացվել են։ Այս գազից վրա վերջի անգամ բուդ եմ ժարի տարել ու նենց ձևի եմ մխտրեց գազը, որ դաժե կոմետով բանով չեմ կարողանում ապշել, հիմա փորձեմ միան։ Երեխեք! Ոնց է, որ ես հենց միացնում եմ կատերը, որ մի բերամ ձեզ հետ խոսեմ, իրանք գժվում են։ Հորիկին մի հատնա նաև չայ սարքեմ, ճշումերի բարձրացել է։ Ես հերը թուքսես միշտ մնա կապքի։ Ուսամ կանցնի։ Մեզ մոտ նոր ուրա, ճիշտն ասած, ես հիմա պատրաստում եմ տնից դուրս գամ, ոնց որ տեսնում եք, աշխատանքային որոշակի հարցեր ունեմ, նկարահանում, հա, այսպես ասեմ, ու նկարահանումը լինելու է այն մսի խանութում, որտեղից միշտ մեր համար միս եմ վերցնում, այսօր իրան 2-ամյակն է, որպես բլոգեր պիտի լուսաբանեմ, նաև գրումներ ունեմ անելու իրենց խանութից, ամեն դա կանեմ, ես միշտ այնտեղից եմ առնում մեր միսը, որտեղ թարմ է, ինձ այդ շատ կարևոր է, էլի հատկապես հիմա այդ շատ կարևոր է, դրա համար եմ որ վստահելի է։ Մի խոսքով, եմ որ ասում եմ քիչ-քիչ փորձում ենք, թե խորենը աշխատի, թե ես, հա, դասերը իրա քիչ-քիչ վերադարձնում է, ես էլ իմ աշխատանքներն եմ քիչ-քիչ ուզում սկսել, որովհետև օգնություն, հիվանդություն, բայց պիտի եմ որ արդեն քիչ-քիչ փորձենք ամեն մեկս անցնել մեր գործին, հա, բուժումը շարունակենք եւ դրան զուգահեռ ինչքան կկարողանանք, դեռ ամբողջ ծավալով չենք կարողանում անել, բայց ինչքան կկարողանանք քիչ-քիչ ամեն մեկս նաեւ աշխատենք։ Շատ վատ եղանակ է, այդ ինչ շատ տխրացեց, որտեղ նկարահանումներ անելու համար այդ շատ վատ է, էլի, вообще ցանկալի չի, որ նման եղանակ լինի, բայց դե ինչ արած, մենք են ինչ որ ունենք, ամեն դեպքում խանութի 2-ամյակը այսօր է, ես չեմ կարող, բաղաչեմ այսօրը գնամ այդ ամեն ինչը նկարեմ, դե համար այսօր կգնանք, համ կգնենք այն ինչ որ մեզ պետք է, համ մի հատ կլուսաբանեմ այդ ամեն ինչը, որովհետև կարծում եմ, որ պես գեղեցիկ ինչ որ մի բան կազմակերպված կլինեն, էլի։ Զգացեք ինչ եղանակ այլ Արի տես Մի խոսքով երեխեք ջան Փորձենք գնալ Ես արդեն խանութում եմ երեխեք ջան Այստեղ ինչպես տեսնում եք տոնական տրամադրությունը Այս էլ իմ սիրելի շաուրմայի հատվածն է Մի խոսքով Սա մթերքի բաժինն է որտեղից միշտ առնում եմ երեխեք Թարմ, համով Նենց է որ ամենայն անկեղծությամբ է էլ ես ամեն ինչ ասում նենց չի որ բոլորդ էլ գիտեք միշտ տեղից եմ առնում
նկարահանումներս վերջացրեցի, ոյ ոնց որ գիշերը լինես տղաճա։ Հիմա գնում եմ բանկ, հետո կգամ մի բան պիտի առնեմ, էլի այդ խանութից պրոստը չուզեցի առնեմ, շալակած հետը ստանեմ, դրա համար էսա հետ կգամ, կվերցնեմ ու կգնամ։ Կարոջի գվարյա երեխեք ջան, ամեն ինչ բարեհաջող անցավ, մենակ անձևետից տազոնք վերցել եմ, բայց չեմ ուզում գա։ Երեխեք ջան, ես արդեն տանն եմ, բանկից մտա MG-ից մսի խանութ իմ բաները վերցրեցի, աշխատող տղան ուղեկցեց մինչև տուն, այդ շատ լավ է, ճիշտ է, մի քիչ թրջվեցի, որովհետև զոնտիկ բացում եմ, քամին քշում է, ստիպված մի քիչ թրջվել եմ, բայց այդ հեչ։ Հիմա երկու գնումից տամ ձեզ, այս կրեկերները շոկոլադապատ, խորենին վերցնում եմ այս Երեմյանը, ինչքան գիտեմ ինքը, ու գնային առումով ավելի է մի քիչ, քան մնացածը, ու ես հավատում եմ, որ պարունակությունը ուրեմն ավելի լավն է։ Երեխեքին հյութ եմ վերցրել, վաղը, ճիշտն ասած, կարևոր տեղ կա գնալու, քաղաքից դուրս, ու դրա համար ճանապարհին երկու էսի բան վերցրեցի, Արտաշեսին պիտի հետը ստանեմ, որ խորիկի վրա չմնա, իսկ դավը Սուսիկենց հետ կմնա, ուղղակի այնպիսի տեղ է, տենց այնպիսի միջոցառում է, որ չգնամ չէի կարող, հետևաբար պիտի գնամ։ Յոգուրտ այլ Երեմյանն է բանով։ Նենց հաստատում, որ Երեմյանի գողքն եմ անդադանում, անկեղծ ես նոր եմ իրանց սկսել օգտագործել, չգիտեմ սաստավը, չգիտեմ ինչա ոնց է, բայց զուտ գնային առումով ուզում եմ հավատալ, որ ավելի լավն է։ Այս կասայի աղջիկը խորհուրդ տվեց, ասեց, այս լավն է, կարող եք վերցնել փորձեն, 4 զեղչի տակ է։ Կփորձենք, բանին է, բուենոյին է նման, 2 կիլոգրամ միս եմ վերցրել, որ կեսը սարքեմ, կեսը գցեմ մառազիվկա։ Այս շաուրման ինձ սերիանը տվեց առանց գումարի, հա, որպես նվեր, որ այսօր ես, այսպես ասած, իրենց հետ էի, բացի իմ աշխատանքը, հա, այսպես ասած, ուղղակի իր կողմից բան արեց, տվեց։ Լավաշ, 2 տուփ եմ վերցրել, այս Արտաշեսի համար եմ ճիշտ ասած վերցնում, որովհետև ինքը այնքան դժվար ուտող է, մեկ-մեկ եմ զգում եմ, որ օրը անցավ ու ոչ բորշ կուտի, ոչ բան, սենց գոնե մի բան լինում է սարքելու։ Ցավտող եմ վերցրել։ Հա, այս խորենի սիրած պլիտկան է, մեկ-մեկ ինչ-որ չգիտի ինչ անի, որ ծխել է ուզում, բայց ծխելու ժամը չի, մի կտոր քչում է բերանը, ես էլ եմ դրա համար բերել, որ գոնե ինչ-որ բանով իրան շեղի։